Ամասիայում հիշացնեմ, թե ինչեր արեցիք, որ անի խոշորացված համայնքում կարողացաք ինչ-որ բան փոխել։ Ինչևէ, Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին ես 2 րոպեում անդրադառնամ։ Լավ, այս ելույթը մի նպատակ ուներ։ Սիրո համերաշխության այս հեղափոխությունը, սիրո հեղափոխություն եղել է մի անգամ, 60-ականներին դա սեռական հեղափոխությունն է։ Սիրո չէ, սեքսուալ հեղափոխություն։ Հետո կբացատրեմ։ Լավ, Guns N' Roses-ն Army of Love, հետո կբացատրեմ լավ։ Հիմա ինչ էր պարոն Փաշինյանը ինչով էր տենց ներկայացնում, լավ, որ սա մի դարակազմիկ իրադարձություն էր, համադրելի Հայկի բելին սպանելու հետ։ Եվ 26 րոպե, 60 րոպեից խոսեց Թալանը հետ բերելու մասին։ Այդ Golden Palace-ի մասին շատ է խոսվել։ Տեղակ եք գոնե, խեր խաբար կա, գործում է, հա, ինչքան փող է բերել, որովհետև տուրիստները նվազել են։ Ու ոնց եղավ, որ գնես մի մարդ եւ շատ ավելի էժան Տիկին Թովմասյանն էր խոսում, ոնց եղավ, որ այդ նույն մարդը գնեց Հովիկ Աբրահամյանի տունը։ Իդեպ ստեղ Նիկոլ Փաշինյանն ասում էր, այդ բոլորը կալանքի տակ են։ Հրաշափառ մի հրամանով կալանքը վերացավ տունը, մի օրով վերացավ, վաճառվեց։ Այն որ ասում եք մեխանիզմ ենք ստեղծել, այդտեղում եք ինչ լավ մեխանիզմ եք ստեղծել հարստանալու, թալանը թալանելու համար։ Հենց որտեղ պետք չի էլի սենց Հույս Մարիամի ձևով խոսել, ասել ամեն ինչ լավ է, մենք բարի ենք։ Շատ կուզեի անդրադառնալ նաև տնտեսությանը, բայց դա թողենք ուրեմն բյուջեի քննարկմանը։ Ուղղակի մինչև բյուջեի քննարկումը մի հատ փորձեք հասկանալ, էլի այս ոնց եղավ, որ հանկարծ Հայաստանը 4 միլիարդ 191 միլիոնի ոսկի արտահանեց։ Այն դեպքում, երբ ներմուծել էր ընդամենը 441 միլիոն, ավարտեք, պարոն Խաչատրյան, եւ 180 միլիոն էլ կներեք 90 միլիոն էլ ընդամենը ոսկի էր արտադրել։ Այս էլ մի Պարոն Խաչատրյան, ձեր ժամանակը վաղուց սպառվել։ Հա, որ խոսում ենք, կարծեմ պիտի ավելացնեք։ Եվ պարոն Ռուբինյան, ես կարծում եմ, որ դուք պետքա տենց գոռակ քլեչի վրա ասեք, արա, փյոփողլու խելա։ Մի տարի խոստացել ես, ասում ես կբացենք Պարոն Խաչատրյան, երբ որ ձեր կուսակցությունը իշխանություն էր 1918 թվականին, տեսանք էլի ում հետ ինչ եք խոսում, ու ոնց ու ինչի դա բերեց։ Ու այդ ձեր էժան տրյուկները չի անցնում։ Զբաղեցրեք ձեր տեղը, Պարոն Կոնջորյան, համեցեք։ Եկել բան են, էլի։